Ձմեռը տարվա այն շրջանն է, երբ աշխարհը փոխվում է։ Կյանքը մի փոքր դանդաղում է, ձյունը ծածկում է աղմուկը, եւ մեզ ուրիշ բան չի մնում, քան վայելել նրա բերած խաղաղությունը եւ կախարդանքը։ Ողջույն սիրելիներս, ձեզ հետ ձեր հավատարիմ ճամփորդական ուղեկիցն Էլիանան, եւ այսօր ես ձեզ ներկայացնելու եմ ձմռան 7 հրաշք ուղղությունները։ Բաժանորդագրվեք, սեղմեք զանգակը եւ միասին գնացինք դեպի ձմեռային հրաշք։ Իսկ մեր առաջին կանգառը Ֆինլանդիան է եւ նրա հրաշքվայր հանդիսացող Լապլանդիան։ Այստեղ է ապրում մեր բոլորիս կողմից շատ սիրված Սանտա Կլաուսը։ Սա այնպիսի տեղ է, որտեղ նույնիսկ մեծահասակները մի պահ նորից դառնում են երեխաներ։ Ինչ կտեսնեք հյուսիսային լույսերը, Ավրորա Բորալիսը, որը երկնքում հյուսում է կանաչ, մանուշակագույն եւ վարդագույն ալիքներ։ Սանտա Կլաուսի պաշտոնական գյուղը։ Այստեղ կա այն մթնոլորտը, որը տեսնում ենք ֆիլմերում։ Փոքրիկ փայտյա տներ, լույսեր, տոնական երաժշտություն եւ բարի դեմքեր։ Իսկ հիմա կհարցնեք, թե երբ մեկնել այնտեղ։ Իհարկե դեկտեմբերից մինչև մարտ, քանի որ այստեղ հյուսային լույսերը ամենաակտիվն են, իսկ ձյունը ամենախորը։ Մեր հաջորդ կանգառը Լոֆոտենն է, Նորվեգիան, որտեղ դրամատիկ լեռները հանդիպում են Սառուցյալ ծովին։ Պատկերացրեք փոքրիկ կարմիր տներ, որոնք կանգնած են հենց ծովի ափին, ձնաշերտերի հետին պլանում։ Իսկ ինչ կտեսնենք։ Ավանդական ձկնորսական խրճիթներ եւ ձմեռային սերֆինգ համարձակների համար։ Երրորդը շվեյցարական Ալպեր, Ցերմատ, որտեղ լեռն է դառնում հենց խորհրդանիշ։ Ցերմատը այն վայրն է, որտեղ թվում է ձմեռը ստեղծվել է հենց այստեղի։ Ցերմատում մեքենաներ չկան, այստեղ լռությունը պաշտպանված է, իսկ օդը սրածայր մաքրություն ունի։ Ինչ տեսնել եւ ինչ զգալ։ Իհարկե Մաթերհորնի անզուգական տեսարանները։ Ամեն լուսաբաց եւ մայրամուտ այստեղ տարբեր է։ Լեռը երբեմն կարմրում է, երբեմն դառնում է մուգ կապույտ։ Գորնագրադ լեռնուղին ճանապարհ դեպի երկինք։ Իդեպ ավելացնեմ, որ սա Եվրոպայի ամենամեծ բացօթյա երկաթգիծն է։ Այստեղ ճանապարհը նման է ֆիլմի։ Իսկ Ալպերի մասին մեր ամբողջական հաղորդումը կարող եք նայել գնալով լինքով։ Չորրորդ կանգառը Բավարիա, Գերմանիան, որտեղ հեքիաթը ծնվում է իրականությունից։ Ինչ տեսնել Նոյշվաշտայն ամրոցը, Դիսնեյի ոգեշնչման աղբյուրը, ավանդական բավարական գյուղերը ձյանտակ եւ Մյունխենի սուրբ ծննդյան շուկաները։ Այս տարածաշրջանը հիշեցնում է, որ երբեմն աշխարհը հենց ինքն է պատմում հեքիաթներ։ 5-րդ հորիզոնականում մենք առանձնացրել ենք 3 հետաքրքիր քաղաքներ՝ եվրոպական տոնական շուկաները, երբ քաղաքները իրանք են դառնում հենց հեքիաթ։ Լավագույն շուկաները՝ Վիեննա, Ավստրիա, ամենագեղեցիկը, Պրահա, Չեխիա, ամենամեծը, Ստրասբուրգ, Ֆրանսիա, ամենահինը։ Ինչ փորձել շուկաներում։ Գլինտվեյ տաք գինի, տաքացնում է ինչպես մարմինը, այնպես էլ սիրտը։ Կարտոֆիլով բլինչիկներ, փափուկ խրխրթան ու շատ տոնական։ Եվ իհարկե, հենց տոնական տորթերը եւ քաղցրավենիքները։ Դե իհարկե չմոռանանք ձեռագործ խաղալիքների եւ դեկորների մասին։ Իսկ երբ գնալ, իհարկե, նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի վերջ։ Մեր 6-րդ կանգառը Ավստրիան է։ Եթե կա մի վայր, որտեղ ձմեռը հիշեցնում է բացիկ, դա հաստատ Հալշտադն է։ Ինչն է Հալշտադը դարձնում կատարյալ ձմեռային ուղղություն։ Լիճը հայելու պես արտացոլում է ձյունածածկ լեռները։ Փոքրիկ փողոցները ծածկված են ժպտացող լույսերով։ Տները կարծես դուրս եկած լինեն ալպյան հեքիաթից։ Եվ մեր յոթնյակը փակում է Իտալիան, Դոլոմիտներ, լեռներ, որոնք նման են փորագրված արվեստի։ Այստեղ ձմեռը յուրօրինակ է, ավելի լուսավոր, ավելի փափուկ։ Լեռները վարդագույն երանգներով են եւ ամբողջ շրջանում ոչ թե կոպիտ ձմեռ է, այլ էլեգանտ ալպյան ձմեռ։ Ինչն է այստեղ հեքիաթային։ Ալպյան գյուղեր փայտյա տներով, նուրբ վարդագույն լույսեր լեռների վրա, տաքուկ եւ հարմարավետ հյուրանոցներ։ Փաստորեն ձմեռն էլ կարող է լինել արևոտ եւ խաղաղ։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ շրջեցիք ձմռան հրաշք աշխարհներով։ Եթե որևիցե վայր հմայեց քեզ, գրիր մեկնաբանություններում, քանի որ ես սիրում եմ կարդալ ձեր իսկ ընտրությունները։ Բաժանորդագրվիր, որ չուշանաս հաջորդ արկածից։ Սիրում եմ ձեզ եւ կհանդիպենք հաջորդ հեքիաթում։ Եվ վերջում, ինչպես միշտ եկել եմ ձեզ հիշեցնեմ, որ այն գումարը, որը դու ծախսում ես քո ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց քեզ։